Ժամանակի մեքենա «Այ քեզ նոր տարի» ֆիլմը գալիս է ներկայացնելու ապագան։ Դեկտեմբերի 31-ին ժամը 22:10-ին առաջին ալիքի եթերում ֆանտաստիկ կատակերգություն է լինելու։ Նախորդ տարի հաղթահարելով ռետրո միջավայրի փորձությունները, այս անգամ Գարիկն ու Արամ Էմպետրին ժամանակի մեքենայի օգնությամբ ուղևորվում են ապագա, իսկ պատճառն այն է, որ կանգնելով ստեղծագործական փակուղու առջև, որոշում են օգնություն խնդրել արհեստական բանականությունից։ Ես էլ Արամն էլ խաղում ենք ինքներս մեզ եւ խաղում ենք ապագայում, այսինքն խաղում ենք ինչ-որ բաների հետ, որոնք կան ապագայում կամ ինչերը որ կան ապագայում, բայց վերջնական այդ կադրը, այդ տեսքը ապագան մենք էլ ձեզպես տեսնելու ենք եթերով, որովհետեւ մենք հիմա հիմնականում խաղում ենք տենց օդի մեջ կամ խաղում ենք ինչ-որ բաների հետ, որ գոյություն չունի, ու մեզ էլ շատ հետաքրքիր է վերջնական արդյունքը ինչա լինելու, բայց այս ընթացքը իսկապես հեքիաթային է։ Ես ապագայի հեռուստատեսություն եմ ուզում։ Սա ամբողջությամբ ամանորյա ֆիլմ է, ուրախ, տարիքային սահմանափակում չկա, կարող են նայել ընտանիքով, երեխաներով, կարծում եմ բոլորին հետաքրքրում է ինչ է լինելու ապագայում, հեռուստատեսությունում, ինչպես նաև մեզ հետ, բոլորիս հետ։ Մենք փորձել ենք այս ֆիլմի մեջ պարփակված ներկայացնել ապագան ըստ մեզ, կարծում եմ այն շատ զավեշտալի է, արկածային եւ շատ հետաքրքիր ու ամանորյա ամենակարևորը։ Միջմոլորակային քաղաքական բանավեճեր, ավատար հաղորդավարներ, հաղորդումներ, որոնք ղեկավարում են երեխաները, անգամ ստուդիաներ, որտեղ հնարավոր է եղանակ պատվիրել։ Այս ամենն է ըստ ֆիլմի սպասվում ապագայում։ Ստուդիայում աշխատեց Գագիկ Սուրենյանը, կամ հաստատեք մեզ հետ ցանկացած եղանակով եւ պատվիրեք ցանկալի եղանակը կհանդիպենք։ Իսկ նկարահանումներն անցնում են ուրախ մթնոլորտում, անսպասելի զարգացումներով։ Ես խաղում եմ ինձ ապագայում ու դիմահարդարները մտածում են, թե ես սենց եմ լինելու ապագայում ձեր ասած, բայց ես նրանց ինադու չեմ ձերանալու։ Արամը ապագայում լինելու է շոյ։ Ֆիլմը պատմում է ոչ թե պարզապես ապագայի, այլ այդ ապագան ընտրելու մասին։ Կավարում են ինչ-որ չիպավորված անդրոիդներ։ Մեծ մասշտաբի պրոյեկտ է ու միայն նկարահանումներով չի սահմանափակվում, այնտեղ կա մոնտաժ, կա գրաֆիկայի հետ կապված ահագին գործեր ու կարելի ասել գիշեր-ցերեկ պրոցեսի մեջ ենք եղել, սկսած նախապատրաստական աշխատանքներից, այսքան դեկորացիա եւ այլն, մի խոսքով այն պայից սկսած եւ որ սցենարը մեր ձեռքում ա եղել, կարելի ասել ցենց չի դադարել պրոցեսը։ Ամեն ինչ փոխվեց։ Հումորներ, որոնք չպետք է գեներացվեին։ Park ChatGPT-ում։ Նրանք եկան։ Տարօրինակ ապագա, որը պետք է գաղտնի մնար։ Ո՞նց է գաղտնի։ Արկածային, ընտանեկան, տոնական։ Ֆիլմի գլխավոր թեմաներն են արհեստական բանականությունը, մեդիայի ապագան, տեխնոլոգիական առաջընթացը եւ իհարկե մարդը։ Այն ինչ կտեսնի հանրայինի հեռուստադիտողը կլինի շատ նորովի թե հանրայինի կոնտենտի համար, թե հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողի համար եւ ստեղծագործական թիմը փորձեց իրականացնել այն բացառիկ մտքերը, որոնք անհնար էր իրականացնել այլ նախագծերի շրջանակներում։ 200-ից ավել մարդ է ներգրաված նախագծում ստեղծագործական թիմը, ադմինիստրատիվ, տեխնիկական թիմը մեծ պրոֆեսիոնալիզմ են դրսևորել եւ անհամբեր սպասում եմ, երբ հանրայինի հեռուստադիտողը կտեսնի այս ֆիլմը եւ կիմանանք նրանց գնահատականի մասին։ Ուր կարող է հասնել մարդը, երբ տեխնոլոգիան նրանից առաջ է ընկնում։ Այս հարցի պատասխանը պարզ կլինի նոր տարվա գիշերը առաջին ալիքի եթերում։ Վետա ջան, պատրաստ եք։ Այո, կարող ենք։ Շարունակում եմ մանկական ժողով հաղորդաշարը։ Գոսպոդի, խառնվեցին իրար։ Ով նկարված է։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։